Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչու է Վարդանանց տոնը համարվում նաև ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օր։ 5-րդ դարի կեսին Պարսկաստանը փորձ արեց ստիպողաբար կրոնափոխ անել հայ ժողովրդին, որի արդյունքում ոտքի կանգնեց մի ողջ ժողովուրդ՝ իշխաններ, ազնվականներ, գյուղացիներ, ինչպես նաև հոգևորականներ։ Նպատակը մեկն էր՝ պաշտպանել սեփական հայրենիքն ու ազգային ինքնությունը։ Սկիզբ առած այս ժողովրդական պատերազմը կոչվեց Վարդանանք՝ ի պատիվ շարժման ղեկավարի սպարապետ Վարդան Մամիկոնյանի։ 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրում տեղի ունեցավ հայկական բանակի բախումը պարսից բանակի հետ։ Երկու կողմն էլ հսկայական կորուստներ կրեցին, իսկ Վարդան Մամիկոնյանն ընկավ հերոսի մահով։ Սակայն պարսիկները հանդիպելով կատաղի դիմադրության հայերի կողմից ստիպված հրաժարվեցին քրիստոնեության նկատմամբ ոտնձգություններից։ Վարդանանց տոնը սկսվեց նշվել 5-րդ դարից ի վեր։ 8-րդ դարից սկսած տոնը նշվում էր բուն բարեկենդանին նախորդող Երեքշաբթի օրը, իսկ 14-րդ դարում այն տեղափոխվում եւ տոնվում է բարեկենդանից առաջ 5-շաբթի օրը։ Այս օրը Գարեգին II ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օրն է։ Քանի որ հայոց հովվապետը սուրբ ձեռնադրությամբ անվանակոչվել է Գարեգին, ի պատիվ Ավարայրի ճակատամարտում նահատակված Գարեգին իշխանի։ Վարդանանց հերոսների օրինակը ոգեշնչող դարձավ գալիք սերունդներին դժվարին պահերին համախմբվելու համար։ 1918 թվականին Վարդանանց տոնը մի քանի ուրիշ տոների հետ միասին կառավարության կողմից հռչակվել է որպես ազգային եկեղեցական տոն։